Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, հարգելի ժողովուրդ, եթերում է հանրային ձայն հաղորդաշարի արտակարգ թողարկումները, մենք ինչպես տեսնում եք, եթեր ենք դուրս գալիս ամեն օր։ Եվ այն հիմնական աշխատանքը, որը մենք իրականացնում ենք, կատարվում այսպես ասած վարագույրի ետևում։ Մենք այսօր կանդրադառնանք մի շարք, այսպես ասած, քաղաքական թեմաներին, այդ թվում նաև հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև մի շարք հետաքրքիր նորությունների կամ իրավիճակների բացահայտմամբ։ Նախ ասեմ, որ միանգամից համացանցում պտտվում են լուրեր կապված Նենսի Պելոսի Հայաստան ժամանելու հետ, որ դեզինֆորմացիա է, սա է, նա է, Նենսի Պելոսին, հետո $20 միլիարդ պայմանագրով չի գալը, սենց ընենց և այլն, գրել է Բաղրամյան 26-ը, տելեգրամ կանալ։ Ես հասկանում եմ Բաղրամյան 26-ի հիստերիան, որովհետև Բաղրամյան 26-ը տարիներ շարունակ եղել է Հայաստանի Հանրապետության կամ հայալեզու ամենահզոր տելեգրամ կանալը։ Բայց այսօր Վարդան Ղուկասյանի տելեգրամ կանալը գերազանցեց Բաղրամյան 26-ին գրեթե 100,000-ով։ Եվ հիմա բնական է, որ վերցրել են Վարդան Ղուկասյանի լուրը կապված $25 միլիարդ սպառազինության հետ եւ դնում են Նենսի Պելոսին փաթեթով չեք, 25-ը շինել են 20, իբր թե մենք քեզ չենք ցիտան եւ այլն եւ այլն։ Բայց շատ ներողություն, ես չգիտեմ ով ասել որ Նենսի Պելոսին 25 միլիարդ տանոց կամ 20 միլիարդ տանոց պայմանագրով ագալում Հայաստան, դուք տեսաք մարդու համար, հետո Հազիվ Փիրաքյանն իջավ, ծաղիկներ տվին, ոգեշնչվավ ու գնաց առաջ։ Վարդան Ղուկասյանը Նենսի Պելոսի անուն չի տվել։ Վարդան Ղուկասյանը տվել է ամերիկյան կառավարության անունը, իսկ Նենսի Պելոսին պարլամենտա կառավարություն չի, օրենսդիր մարմին է։ Ուստի այդ մուտիլովկեքը եւ առասարակ ինչ-որ հակաամերիկյան տինտիրի դեր եմ տենում ես, ընդեղ այս Ամերիկը, չգիտեմ ես սա է կավ, կավիրի, կբլի, քանդի, կետա կգա, պատերազմը կսկսվի եւ այլն, ակնհայտ է, որ ռուսական ազերության գոտում գտնվող մարդիկ ընկել են բավականին լուրջ հիստերիայի մեջ։ Ամենայն դեպս, եթե մենք խոսում ենք Նենսի Պելոսի ազնվորությունից, ես հասկանում եմ, որ այդ կինը ավելի ուժեղ կնիկ գա, իա կնիկ հալով, քան Սերժ Սարգսյանը իա տղամարդ հալով։ Ես այդ կնկան հարգեցի մենակ նրա համար, որ ամբողջ Չինաստանը, ամբողջ ռազմական պոտենցիալով, ծովուշ, օդուշ, չգիտեմ դեսանտ, մեսանտ, հանես լծեց ասես, մակա իջար Թայվան, եկեկանե մոր մշ, բայց ես կնիկը եկավ, իջավ, վրաց, քնավ, նստավ, թռավ։ Այսինքն այն տղամարդկային հատկությունը, ինչը ունի Նենսի Պելոսին 70 քանի տարեկան կնիկ, դրանի զուրգա Սերժ Սարգսյան կոչվածը։ Մենք բոլորս հիշում ենք, որ Սերժ Սարգսյանը իր այդ գործու այդ աշկերով հայտարարեց, որ Երևան Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին պասաժիրը պիտի լինի ինքը, аэроպորտը որ հանձնվի։ Աերոպորտն էլ հանձնվավ, չհանձնվավ, շահագործվավ, փակվավ եւ այլն։ Սերժիկս այդտեղ Ադրբեջան չթռավ։ Անես չի որ եթե մենք վերցնենք ենք համեմատական, Չինաստանը ավելի թույլ պետություններ կան Ադրբեջանը եւ վտանգի հավանականությունը օդում Նենսի Պելոսի ցալքը ժարի տանելու ավելի քիչ էր, քան Սերժի հետանցքը լոջելու համապատասխան ռակետով։ Բայց այս կնիկը 70 տարեկանալով ասեց, եկավ, իջավ, մուշինա բլած։ Սերժը ասես կթռնեն, այտենց էլ չթռավ, ագարկախի չթռավ։ Հա, բա թռնում է իր պասաժիրը։ Հիմա էլ են, շուտով ես ինչ արտահայտություններ եւ այլն, Հայաստանը վերջ-վերջը պետք է ցույց տա, որ ինքը կարա լինի նաեւ բազմաբևեր։ Ոնց որ Թուրքիան նախագահում 2-3 լարի վրային, միտեղ որը ձեռնտու է Ամերիկայի լարի վրա ոչմ թռնան, որտեղ ձեռնտու է Ռուսի լարի վրա ոչմ թռնып ստիծնդե ու իա շահերը ոչմ կարող եմ այդ առաջ տա։ Իշ շատ ներողություն, իսկ ինչու մենք պիտի լինենք ոչխարի սուրուի նման կոնկրետ մեկ ուղղության վրա, որ ընդերից էլ սիստեմատիկաբար ծածանեն ու փռեն արևի տակ։ Դա եմ ուզում հասկանամ։ Ուրեմն կարևոր մի անգամից մենք սկսանք, այսպես ասած, Ռուսաստանի թեմայով, մի անգամից ասեմ, որ Վարդան Ղուկասյանի վերջին շրջանում հակառուսական դարձած արտահայտությունները բեսամբ դուրս չեն եկել ռուսական իշխանություններին, կրեմլյան ագենտներին, դեսպանատանը եւ այլն, եւ սիստեմատիկաբար տարբեր
ճանապարհներով ինձ փորձում են ապացուցել, որ ինձ ոչ իմ կերծնում են դեզինֆորմացիա, ռուսելա բարեկամի, անուշ աղբերի, նար ցար, սամիլուշի ցար, արտահայտության տակ։ Ես էլ այդ մարդկանց պատասխանում եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ նաեւ պատասխանեմ հետեւյալ керп. Обращаюсь к правительству Российской Федерации. У вас есть такой гандон по имени Игорь Каратченко. То ли он редактор, то ли он пидорац, то ли он сукин сын. Уже который раз этот гандон в прямом смысле этого слова ведет антиармянскую политику. Я 2 дня тому назад услышал случайно речь этого сукина сына, где он говорит армянские сепаратисты в Нагорном Карабахе. Я не понимаю. Есть один нормальный человек, вот, который может объяснить, что сепаратисты, пидорац, это у тебя на территории Украины. То есть российский контингент, который находится на территории Украины, это они и есть сепаратисты. Жители Нагорного Карабаха, они жители Нагорного Карабаха. Когда был на карте Нагорный Карабах, Арцах, слова Нагорного Карабаха не было. Когда был на карте Арцах, и жители Арцаха, в этом территории не было ни Азербайджана, ни османов. Они пришли из этого самого Самарканда. Там никого не было. Если даже ты не веришь словам армянского блогера или политического деятеля, для этого был у вас такой хороший политолог Жириновский. Жириновский неоднократно объяснил, что значит Великий Туран. Жириновский неоднократно объяснил для таких идиотов, как ты, в Госдуме, откуда пришли турки, османы. По фактам объяснил. Да, он неоднократно остро критиковал и политику Армении, что в Армении закрываются русскоговорящие школы и то, и все. С этим я согласен. Закрывались. Я бы их не закрыл. Кто хочет, пусть учится в русской школе, а кто хочет, пусть на английском, а кто хочет на армянском. Но тот факт, что Жириновский неоднократно объяснил для таких пидорастов, как ты, это факт. А Жириновский был, извиняюсь, совершенно умным человеком, но немного эмоциональным. И за таких гандонов, как он, и он говорит, Армения не пришел в ШОС. И то, и все. Армения пришел в ОТКБ. И что от этого? Какая польза? Армения находится в составе ОТКБ. Азербайджан явно объявил войну и напал на Армению. Явно. Вот, я не знаю, как там сказки рассказывает Алиев. Армения напала, и то, и все. Это все ложь, это мы все хорошо понимаем. Какая польза от этого ШОС? Вот я смотрел картинки ШОС, где президент, царь всея Руси ждет, когда придет Алиев. Вот такого маразма я еще не видел. Я никак не могу понять, вы что, там все влюбились в этого Алиева? Ориентацию поменяли? И после этого эти гандоны, вот проазербайджанские, критикуют и критикуют Армению, и говорят, ничего такого хорошего не будет, зерна не получат, я не знаю, газа не получат. А кому нужно это зерно, когда страны не будет? А? Кому нужен этот газ, когда там никого не будет? И объявляю еще раз, позиция партии «Общественный голос» на секунду раньше покинуть ОТКБ. Россия хочет нормальных дипломатических, военных, политических отношений. Пожалуйста. Для этого есть есть договор 1997 года. Можем подписать еще договор. Но согласно этому договору Россия должна защищать суверенитет Армении. А Армения ценит политику России. Вот в чем вопрос. И мои российские друзья, прошу вас не обижаться. Со мной на связь не выходить по этим темам, что Вардан Гугасан ведет антироссийскую политику. Абсолютно. Это вы ведете антиармянскую политику.
13 числа азербайджанская сторона ведет полную агрессивную деятельность, военные действия, напав на Армению. Никто не виноват, что начальник генштаба Армении полный гандон. И во время пресс-конференции ведет себя так, как говорит Шант Харуцюнян, как начальник генерального штаба Азербайджана, а не Армении. Это война. Война. И никакие стычки. Слово «война» должна звучать. Война. Агрессия, война, нападение. И все. Ансан Карач. Если расстояние. И да, кстати, вот что правильно делает Россия в данный момент, вот мне это понравилось. Из тюрьм освобождает своих заключенных, преступников и отправляет на Украину, на верную гибель. Вот это хорошо, мне понравилось. Это как товарищ Сталин сделал. Точно так же должна делать Армения. Всех своих смертников освободить и перебросить на линию прикосновения. И Яшма увидит, что такое Яшма, когда увидят наших, так сказать, пожизненных заключенных, возбужденных. Пидорасты. Էրդողան կոչված Գանդոն երևույթը հայտարարում է, որ Ադրբեջանը իր միսիան կատարել է, այլևս ոչ մի վտանգավոր բան չկա։ Ես չգիտեմ, սա կուտ է, սա ինչ է, բայց այն որ ինձ ասած տեղեկություններով Տաուշի կողմից ադրբեջանական զորքը ինչ-որ հետնահանջ է ապրել, ունեցել, դեռ հաստատման փուլում է։ Ես ուզում եմ անձամբ այդ տեղեկությունը ստանամ հենց սահմանի վրա գտնվող մեր զինվորականներից, արդյոք կա նահանջ Տաուշի այդ կողմից, Ոսկեպար, Բերքավան եւ այլն թե ոչ։ Եվ հիմա դնել հանգստացել, ահա Ալիևը հանդարտվեց, էլ ոչ մի նմանատիպ ագրեսիա չի լինի, ես իհարկե չի հավատա ոչ Էրդողանի խոսքերին, ոչ Ալիևի խոսքերին, բայց այն որ Հայաստանի գլխավոր շտաբը ամեն կերպ խուսափում է պատերազմ բառը օգտագործելուց, երեք պատահական դիտում էի Շանթ Հարությունյանի հարցազրույցը։ 70% համաձայն եմ։ Ինչի՞ չես օգտագործում պատերազմ բառը։ Երբ որ ամեն կերպ քեզանից ատաշաները ուզում են փոկեն օբյեկտիվ բինֆորմացիա, դու սենց խուսանավելով, լողալով գնում ես։ Ու բայց մենակ շատ կասած եւ շատ հետ կան ազն։ Բան խմի, բիսետոլ խմի, այ մարդ, կամ դոշապ։ Մերկես։ Բայց ճիշտ բաները մարդն ասում էր։ Համաձայն եմ իհայտ։ Ամեն ինչ անում են պատերազմ բառը չօգտագործելու համար։ Ամեն ինչ։ Ոչ явный պատերազմ, ասում են տարածք ազատագրեմ, սահմանային միջադեպը որն է։ Այն խայտարակ տեսանյութերը, այն զինվորական հանցագործությունները, որոնք որ իրականացվում են Ադրբեջանի կողմից, դրա սահմանային միջադեպը որն է։ Մարդ ու երբ որ գտնում ես կամ գտնում են զինվորականները զոհված զինվորի դին, հետո ուղարկում են Վարդան Ղուկասյանին, նայում ես դի խոշտանգված տեսքը, ավտոյի ոչ գրուզավիկի պոչից կապած քաշտալով, չգիտեմ, դանակը աչքի մեջ, այնտեղ մարդը ցեխի մեջ ընկած ողջ հայ զինվորականը մոտենում է քիթու բերանին դնում ավտոմատով գրսնում է այդ վիդեոները, явное военное преступление, явное։ Եվ ես հույս ունենամ, որ այդ տեսանյութերը, որոնք որ ունի Վարդան Ղուկասյանը, այսօր կդրվի Նենսի Փելոսի առաջ, գոնե կֆայմի գործակից կունենանք, ասեն Տիկին Փելոսի, հələ նայեք պատերազմական վայրագությունները։ Лежит бедный солдат, раненый солдат в грязи, в луже, приближается азербайджанский сукин сын Гандон и в лоб открывает автоматный огонь. Трупов связывают по ногам и таскают по всему полю. По грузовикам.
Вот я смотрю, я хочу понять, что за пидорасты, что за звери, и с такими зверями мы должны жить вот, в мирных условиях? Բնավ ոչ, абսոլютно нет. Եվ այդ լուսանկարները, այդ վիդեոները ես հույս ունենամ, որ Ալոնան, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ ես ունեմ, ինքը չունի։ Եթե ինքը չունի, ես պատրաստ եմ տրամադրելու, պարոն Աբազյան։ Այդ համապատասխան նկարները, ֆոտոները, վիդեոները ես իհարկե ուղարկել եմ եւ Եվրոպա, եւ Ամերիկա, որովհետեւ այդ վայրագությունները ֆիքսվեն։ Նացիստական Գերմանիան անգամ նման բան չի արել խորհրդային ռազմագերիների նկատմամբ։ Ինչ որ էս բոզի տղեկը եւ այդքանից հետո ասում են սա սահմանային միջադեպ է։ Սա պատերազմ չի։ Պրոստը մարդիկ մի փոքր ներվել են։ Եվ ամենա հետաքրքիրը նա է, որ գոյություն ունի մի հատ ադրբեջանցի բլոգեր, որ աթոռի վրա նստած հեռախոսի մեջ ցույցատալի վիդեոները։ Այդ նույն բոզի տղեն ֆիքսված էր 2022 թվականին նորից։ Մարդը դրած ցույց էր տալի վիդեոները։ Եվ այնտեղ կա տեսանյութ, որտեղ դաշտի մեջ, մենք դա չենք հրապարակի, դաշտի մեջ մի գծով բերանք սիվայր ընկած են սպանված հայ զինվորները։ Հիմա մարդիկ էլ գրում են ինձ, ասում են պարոն Ղուկասյան, սա ջերմուկի զոքն է եւ վարիա տվել գլխավոր շտաբի պետը իր անօրեն հրամաներով։ Տգետ անգրագետ հրամաներով։ Ես հիմա ոչ մի մեղադրանք չեմ փաթաթան գլխավոր շտաբի վզին։ Բայց եթե այդ տեղեկությունը հիմնավորվեց, իսկ դա հերո չի, այն քաղաքացիները, ովքեր որ այն զինվորականները պայմանագրային, ովքեր որ տեղյակ են այդ հրամանից, այդ միջադեպից, խնդրեմ համեցեք Գայ Պողոտա 2, մենք սկսում ենք փաստահավաք խումբ, թե ինչպիսի հրամաններ, ինչպիսի հրամանների հետևանքներով, ով որտեղա զոհվել, հրամանը նորմալ հրաման էր, զինվորն է թերացել, հասկանանք, թե դիտավորյալ ուղարկել են ու արել են մորմաշ։ Ոնց որ եղավ Շուշիի մատույցներում 70 քանի հոգու փռած։ Նույնն է փռած մի ամբողջ բատալյոն, մի ծերը դաժե չերևը, բայց այդքանից հետո պետք է ասել փառք ու պատիվ մեր տղեկին, որ դուխները տեղը կանգնած են ջերմուկում։ Բայց դա չի նշանակում, որ դա գլխավոր շտաբի դեմքն է։ Մալավեց։ Մտեք այդ ադրբեջանցի բլոգերին, իսկ խնդրում եմ չգրեք, որտեղ գտնեք, էտովա, ոնց ուզեք բանը գտեք։ Մտեք բան գտեք եւ նայեք։ Օնլայն ու կոպիտ ասած բոլոր վիդեոները տեղադրած։ Փռած։ Ոնց է ստացել որ մի ամբողջ այնտեղ 40-50 մարդ արժանացել է նման ճակատագրին։ Պիտի քննվի, պարոն Աբազյան։ Դուք ով լավ գիտեք, չէ՞։ Այդ տեսանյութը։ Եվ ես ամենախայտարակ տրագեդիկ ֆոնի վրա շատ մարդիկ նամանավանդ հայ կանայք գեղեցիկ սերի ներկայացուցիչներ ինչպես կոչում են դիմում են հանրային ձայն ասում են պարոն Ղուկասյան խնդրում ենք անդրադարձեք Գոհար Ավետիսյանին Քավլիցի ես չեմ ճանաչել ով է Գոհար Ավետիսյանը ինչ որ մի հատ մեքափիստ ագարկա որն եղել է ինչ-որ Գյումրիից հետո ժամանակի կամ կյանքի բերումով հայտնվել է Ռուսաստանը սկսել է անել մեքափ մարդը մեքափով դարել է հայտնի մալադեց 11 միլիոն հետևորդ չեմ մտել էջը չեմ տեսել կատեգորիկ պրոստը մարդիկ ասում են ես հավատացել եմ այդ մեքափիստների մարդիկ մի քանի օկով պատում են ասում են պարոն Ղուկասյան սենց եւ ինձ ուղարկեցին այդ ագարկի պարը ինչ որ մի հատ մահմեդական մուսուլմանի չգիտեմ ծնունդն է ինչն է ամսի 15-ին տոլի 14-ին որը ժխշելով պարը մա Telegram-ում կտեղադրվի այդ տեսանյութը մարդիկ դիտողություն կենեն կասեն ես ինչ ես անում այ աղջի դու փոխանակ խոսես այդ միջադեպից չգիտեմ բարձրաձայնես ցույց տաս
11 միլիոն մարդ ունես էջումը դրած։ Կիմ Կարդաշյանի եղած-շեղածը դնեմ Նաֆարիդ Բեյնին։ Դու փոխանակ անես, որը տնգել ես ու պարում ես, մի հատ էլ ասում են, խի դու կտե չեք պարը, արդարանը այդ ագարկեն։ Բայց ստեղի պարողները 11 միլիոն հետևոր չունեն։ Դաժե մի միլիոն հետևոր չունեն։ Ամենամեծ հետևորդ ունի Վարդան Ղուկասյանը հայաստանյան մեդիա դաշտում որպես անհատականություն։ Վարդան Ղուկասյանը սկիչ էլ թրաշվում։ Ու այս ագարկեն ասում է, я политикой не занимаюсь. И ни один нормальный человек не объясняет, пидорастка Гохар Аветисян, это не политика. Тут стоит вопрос, быть или не быть суверенной страной, страны под названием Армения. Армения это не как это называется, помидор, яичница с помидорами. Правильно? Правильно. Это не это. Гандонджан. Проститутка. Окружила себя бойфрендами, мусульманами и трахается на все 100. А потом говорит культурно, что какая-то страна соседка напала на Армению. Имя даже Азербайджан боится произнести. Вот это потаскуха. Сука, блядь. Таких в Армению не пускать! Եթե մի փոքր ինքնասիրություն բանանա, սրանից այլոպորտը պետք է ծածանել ու այդ ու բորտով գրկել հետ։ Ու չի ասում, նայում եմ ելույթը դրել եմ, ասում եմ, այս ագարկեն ինչ ասեմ։ Հարևան երկիր, ես իմ այլմոլորակայիններ, հարցակ, ու Ադրբեջան բառը բերի չի հնչում այս ագարկի։ Չգիտեմ, դրոշ ա եղել, դրոշ ա հեռացել եւ այլն։ Ադրբեջանցու խռը այդքան համով է, աղջիկ ջան։ Խորն են կողխան բենիտ մեջ։ Դու ենքան ագարկա ես, որ 3 ամուսին ես ունեցել, 3-ն էլ քովրից փախել են։ Մեկն էր գանդոն, երկրորդն էր գյոտ, երրորդը այդ սաղ վատեն մեջների հիգենիկ ագարկեն դու ես։ Ղախպա։ Пидорастка. И она еще себя называет армянкой. Да я могу, агарка. Մի քանի հատ էլ ղախ պիցանունդ, վեկալ է գրել են։ Վարդան Ղուկասյանը ոնց կարող է լինի հայրենասեր, եթե նա կին ու երեխա չունի։ Այսինքն հայրենիք բառը որոշակի բոզի տղեկի մոտ ասոցացվում է կին արմատով։ Եթե կին ունի, ուրեմն հայրենասեր է։ Եթե մենք խորանում ենք այս լոգիկայի մեջ, 4 հատ ղեկավար եք ունեցել Լևոն, Ռոբիկ, Սերժիկ, Նիկոլ։ 4-ն էլ կնիկ ունեն։ Ինչ հարին Հայաստանի հետ։ Շինին փռին անևի տակ, այսինքն որոշակի մարդկանց ուղեղով հայրենիք, հայրենասեր նշանակում է կնիկ։ Ոնց որ դոփան են իրանց կգան, պիտի տես դոփեն հայրենիքը։ Այս ժամանակ կլինեն պատրիոտ։ Հենց բոզի տղեկի մտածել է Վազգեն Սաքսյանը կնիկ, ոչ կնիկ ուներ, ոչ երեխա, բայց Վազգեն Սաքսյանը նման հայրենասեր պատրիոտ մարդ ես չեմ ճանաչում։ Մինչև այսօր կռվում են Վազգենի առած զինտեխնիկայով բերած։ Մեկին ցույց տվեք միան չինովնիկի ցույց տվեք, ում յաշիկ տվածել են, յաշիկը տանի փոխանակի տանգով։ Կատեց։ Ռոբիկը տել, քանի հատ կին կա։ Շատ լավ, իմ անունը Լիլիթ է, օրեր առաջ ուղղակի այնպես ստացվեց։ Մի քիչ բարձր խոսեք, խնդրում եմ։ Մի րոպե, ձեր ձայնը գնաց, մի րոպե։ Ալո։ Հիմա լսվում է։ Այմա լսում, հա, ուղղակի բարձր մի քիչ։ Օրեր առաջ այնպես ստացվեց, որ ձեր կուսակցությանը խնդրանքով դիմեցի, այսինքն ծնողիցս իմացա, որ մեզ ոչ մոտ ազգականներից մեկով ծառայում է Կապանում, հայտնվելով այնտեղ անտառներում, իր հետ լինելով իր զինակից ընկերներից մեկը, չիմանալով որտեղ են գտնվում, ինչ որ անծանոթ հեռախոս են գտել, լսում եք, չէ՞։ Հա, լսում եմ, բարձր խոսեք ուղղակի։
Հա, ինչ-որ անծանոթ հեռախոս են գտել, զանգարել են տուն, տեղեկացրել են, որ իրենք չգիտեն, որ տարածքում են գտնվում ու մի խոսքով ոնց որ վերջին խոսքեր են ասել ու կարճատև այդ խոսակցությունը անջատել են ու երբ այդ դեպքի մասին իմացա, չգիտես ինչի մտքովս անցավ այդ հեռախոսը համարը վերցնել ու կապվել ձեր կուսակցության հետ, որովհետև պարբերաբար տեսել եմ տեսանյութերով, որ տարբեր մարդիկ դիմել են, փորձել եք օգնել ու երբ որ զանգարեցի ձեր կուսակցություն մի կին պատասխանեց, նշեցի տվյալ իրավիճակը ու ասաց, որ այդ հարցերով զբաղվում է պարոն Գալստյանը ու ինձ փոխանցեց պարոն Գալստյանի հեռախոսահամարը։ Երբ որ զանգարեցի պարոն Գալստյանին, ներկայացրեցի տվյալ իրավիճակը, մի քանի հարց տվեցի զինվորի հետ կապված, նշեցի տվյալները ու հետո ինձ խնդրեց զինվորի ծնողի հետ կապել։ Մի խոսքով ծնողին ու պարոն Գալստյանին իրար հետ կապեցի, արդեն մնացած ինֆորմացիան զինվորի ծնողը փոխանցեց պարոն Գալստյանին ու մի քանի ժամ անց շատ ուրախ զանգարում եմ զինվորի ծնողը, շնորհակալություն է հայտնում ու ասում Զինվորի անազգանունը կասեք։ Հարութ Խաջիև, նշեմ, որ ինքը ունի հունական ազգանուն ու Հարութ Խաջիև։ Գալստյանը Խաջիև։ Հա։ Հա, ինքը ունի հունական ազգանուն, սկզբից որ պարոն Գալստյանը իմացավ, իրեն մի քիչ տարօրինակ էր տվյալները, բայց հետո երբ որ արդեն ծնողի հետ կապեցի, մնացած մանրամասները ճշտեց ու նաև ճշտեց, որ տվյալ զորամասում կա տվյալ ծառայող, արդեն այդ հատուկ գործողությունները ձեռնարկեց։ Այսինքն մեր եւ իրավապահ համակարգի կամ զինված ուժերի համագործակցության արդյունքում ձեր զինվորը դուրսաբերվել շրջապատումից, շրջափակումից։ Այո, ես մանրամասները չգիտեմ ոնց է տեղի ունեցել։ Կարևորը զինվորը դուրսաբերվել։ Ծառայողի հետ էր։ Այո, զինվորը դուրս է բերվել ու ես ինչի համար որոշեցի բարձրաձայնել, իհարկե ես հետո առանձին զանգարեցի պարոն Գալստյանին շնորհակալություն հայտնեցի, ուղղակի որ ես 3 պատահական տեսայի եթերը ու այնտեղ նշեցին, որ դուք ինչ-որ սուտ խոսում ու զինվորի կյանք չեք փրկել, իմ խղճի վրա ամեն դեպքում ազդեց, որովհետև երբ ես չճանաչելով ձեզ, ձեր մարդկանց պատահական մտքով անցնում է ամեն դեպքում դիմել ու դուք մի քանի ժամվա ընթացքում կարողանում եք զինվորի կյանք փրկել, իրոք իմ վրա ազդեց ու ոնց որ ես իմ պարտքը համարեցի, որ սրա մասին խոսեմ, ասեմ, մանավանդ այն դեպքում, երբ հիմա տեսնում եմ, որ շատ ծնողներ կան, ովքեր նորից դիմում են ձեզ ու խնդրում են, որ դուք իրենց օգնեք, որ իրենց զինվորից լույս ստանան։ Եթե ինձ աջակցեր կառավարությունը, նույն հաջողությամբ ես կզանգարեի կառավարությանը շնորհակալություն կհայտնեի։ Եթե աջակցեր մեկ այլ կուսակցություն, նույն ձև այդ կուսակցությանը շնորհակալություն կհայտնեի։ Այսինքն այստեղ ընդհանրապես անձի կուսակցության խնդիր չկա։ Չէ, այստեղ կուսակցության խնդիր չկա, բնավ, հետո ինձ ասեցին, որ զինվորը մենակ չի եղել, եւս մի օգուել են դուրս բերել։ Այո, զինվորը մենակ չի եղել, հետո եւս մեկ զինծառայող է եղել ու ընդհանրապես հույս չեն ունեցել, որ տեղից դուրս կգան, որովհետեւ անգամ իրենք չեն իմացել, թե ինչ տեղանքում են գտնվում ու ովքեր որ իրենց հետ եղել են, ցավոք սրտի զոհվել են։ Ու ես էլ ցած կխնդրեի, որ նման մարդկանց խոսքերից հետո ընդհանրապես չնեղվեք, որովհետեւ ամեն դեպքում մարդիկ, եթե կապվում են ձեզ հետ, ուրեմն ինչ-որ հույս ունեն, որ դուք կկարողանաք իրենց օգնել, բայց պարագայում ամեն մեկս փորձենք մեր հասանելիք չափով, եթե կարող ենք օգտակար լինել զինվորին, հայրենիքին, օգտակար լինել։ Ես շնորհակալ եմ ձեզ, ձեր օբյեկտիվության համար, նախ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնեմ այն անձանց, այն սպաներին եւ զինվորականներին կամ պայմանագրայիններին, որոնք որ դուրս են բերել այդ 2 ժամկետային զինծառայողներին մեր հորդորով, խնդրանքով, չգիտեմ, ոնց ուզում են թող համարեն, եւ ես ուզում եմ առողջություն մաղթեմ եւ ձեր զինվորին եւ այն մյուս տղային, ում երկուսին էլ այսպես ասած կարողացել են օպերատիվ դուրս բերել մեր այսպես ասած հատուկ ուժայինները։ Ամեն դեպքում այդ զանգից հետո խնդրում եմ ձեզ, այսպես որպես հայրենակից, անձամբ չճանաչելով, ուղղակի խնդրում եմ ձեզ, որ հասկանում եմ իհարկե դժվար է, բայց մի նեղվեք, մի վիրավորեք, արձագանքեք նույն կերպ մնացած ծնողներին ու եթե դուք ունեք այդ հնարավորությունը, օգնեք մեր զինվորներին ու չեմ էլ կասկածում։ Շնորհակալություն ձեզ Տիկին։ Հաջողություն։
Շնորհակալություն նաև Արտակ Գալստյանին։ Ես այս դեպքի մասին իմացա միայն այսօր ուշ երեկոյան, եթերից առաջ, որ նման դեպք է տեղի ունեցել, կարողացել են համագործակցելով համապատասխան ծառայությունների հետ, իմանալով զինվորի տեղը կոորդինատները հանելուց հետո, մենք այսինքն ակնկալել են մի հոգու, բայց դուրս են բերել 2 հոգու շրջապատումից։ Ինչևից է, մենք ունենք եւս մեկ զինծառայող, ում ես ուզում եմ հատուկ անդրադառնալ։ Վերջինիս տեսանյութը տեղադրված է մեր Telegram կանալում, չգիտեմ YouTube-ում կարելի է տեղադրել, ունենք նման հնարավորություն, թե ոչ, եթերի ժամանակ YouTube-ում տեղադրելու, խոսքը վերաբերում է Շահինյան Տիգրան Էդգարի, ով վիրավորումով գտնվում է Ադրբեջանում, 05-09-2003 թվականի ծնված, Արմավիրի մարզ, գյուղ Դալարիկ, Գորկու փողոց 31 տուն, զորակոչվել է հունվարի 22-ին։ Ես ուզում եմ նաև սա մի բան ընթերցեմ ռուսերեն, որովհետև ես գիտեմ խեմ ռուսերեն ընթերցում։ Значит, в азербайджанском плену находится военнослужащий вооруженных сил Армении Шагинян Тигран Эдгарович. Дата рождения 5 сентября 2003 года. Житель района Армавирский район, село Даларик, улица Максима Горького, дом 31. Призывался в армию в январе текущего года. В данный момент тяжело ранен и находится в азербайджанском плену. Сами азербайджанцы опубликовали это видео. Я надеюсь, что азербайджанская сторона ни в коем случае не пойдет на нечеловеческие отношения, на нечеловеческие, так сказать, не хочу так высказаться, и жизнь нашего солдата будет в безопасности. Одновременно призываю Красный Крест, который вообще-то должен работать, но мы видим, что он очень плохо работает, особенно, повторяю, Красный Крест. До сих пор почти не ведутся работы о возвращении тел погибших солдат, да еще и раненых. И я надеюсь, что Красный Крест, который сидит в Ереване, будет делать все возможное для скорейшего возвращения военнопленного Шагиняна Тиграна Էդգարովիչը обратно в Армению. Իսկ հիմա հայերեն, քանի որ մեր Ամերիկայում գործող իրավապաշտպան կազմակերպությունները եւ եվրոպական երկրներում, ում հետ մենք հիմա համագործակցում ենք, այդքան էլ լավ չեն տիրապետում ռուսերենին, խոսքը վերաբերում է Շահինյան Տիգրանին, ով այս պայմանությամբ գտնվում է գերության մեջ, ես խնդրած կլինեի, որպեսզի միջազգային կառույցների միջոցով գործադրել մաքսիմալ ճնշում, որպեսզի վիրավոր ռազմագերին հնարավորինս արագ վերադարձվի Հայաստանի Հանրապետություն։ Մենք էլ մեր հերթին, ես ինչքան գիտեմ, ունենք գերեվարված ադրբեջանցի զինծառայող, մենք էլ ապեսած հնարավորինս արագ մեկը մեկի փոխանցենք Ադրբեջանին, ոչ մի խոսք։ Ես հուսամ ամերիկյան մեր գործընկերները մեզ լսում են։ Ես հաստատ գիտեմ, որ լսում են։ Եթերից հետո կշփվենք։ Այստեղ մի րոպե տեսնենք ինչ ունենք։ Այլ օպերատիվ տեղեկատվություն, սահմանի վրա, ինչպես գիտեք, հարաբերական անդոր է, Վարդենիսում ռուսական կոնտինգենտը պագրանիշիկները զոդը թողել են իջել են Վարդենիս։ Кстати, вот этот, как его там, одну секунду, пока вспомнил, Игорь Караченко, пусть этот Игорь Караченко отвечает своим российским согражданам, почему азербайджанцы убили 3 российских военнослужащих, то есть ФСБ, пограничников, 3, а 1 тяжело ранили. Вот этот гандон пусть отвечает русским матерям, кто это сделал. Вот этот пидорас, который сосет половой член, сливая на половой член азербайджанскую икру. И после этого сосет хуй Алиева. Хуй с икрой. Вот так называется это блюдо. Гандон.
Я сильно удивляюсь, что некоторые российские бизнесмены, которые сидят в России, полностью молчат. Я понимаю, никакой олигарх не может быть патриотом. Это исключено. Если человек олигарх, он не патриот. Это раз и навсегда. Ես ինչ աղրգեր։ Իշոր մի հատ էլ պոռնիկի տղա կա Ամերիկայում, բանը բլոգեր Արսենա, ինչա մեր ղախպիս ծնունդ, Նիկոլամոլ զոմբի տղա, Ամերիկայում ցույցի դուրս եկողները զանգում, ասում են պարոն Ղուկասյան, գնում ենք Ադրբեջանի դեսպանատան բանը հյուպատոսատան դեմը ցույց անելու, այն քրիստիկը այս Արսենային պոռնիկի վաստակա դեմքն եմ ուզում ցույց տա, Արսեն Հակոբյան, այս բոզիս տղան այս լրփի վաստակը ազգուն տակը ցեղը պիտի ծսնի մենակ Ադրբեջանը, որտեղ հայ խերը արժանիչի մտի դրա մամայի բենի մեջ։ Ասում են ինչ են ասում, հանգարց Նիկոլի հացեին վատ բան չասեք։ Մարդիկ եկել են ցույցի։ Նիկոլի հացեին, Նիկոլը սուրբ հա, եկեք Ադրբեջանին ծսնենք, բայց ոչ մեկ չասում, այդ բոզի տղեկ Ադրբեջան որից որով դրած մի ծսնը մա, ում շտորի։ Հələ բոզի տղեկին նայ։ Ու սա գլե, ասում դեմի գնացեք, նախ գնեմ եք Ադրբեջանի դեսպակով, հյուպատոսանի դեմը միտիկ եկանը որ ինչ։ Ընկել եք Բադրջան, քրիստիկ ծլոյի խելքի, հələ դրոշտեն առած գնեմ եք Ադրբեջանի հյուպատոսատան դեմ միտիկ, որ ինչ։ Ադրբեջանի հյուպատոսանի խերին է ձեր միտինգը։ Միտինգը կանեմ գնացեք Ռուսաստանի հյուպատոսանի դեմը, միտինգ անեք ֆիտմեն տվողն է տիա, Թուրքիայի հյուպատոսանի դեմը միտինգ, Ադրբեջանը ում խերը գլոխնա։ Կամակատար։ Են էլ հյուպատոսարանի, причем тут консульство։ Հələ մի դեսպանատուն էլի Վաշինգտոնում, կասեմ, հա, դեսպանատան դեմն են։ Կոնսուլствայի դեմը։ Կոնսուլствային հյուպատոսարին հուզը մա քաղաքական, ոչ, այն արդեն բախապող է։ Անգրագիտության մարմնավորը։ Եվ մի գնացեք։ Եթե միտը տենում եք Քրիստիկ Հալաջան, ու ես ինչ ես, պոռնիկի տաղուն կա ոմն է, թեքեք վրեկը հերացեք։ Չորսը տալա մեջ է զոմբի բոզի տղեկի ոչ մեկ չի կարան բացատրի, մամայի տնեն ծսնեն ազատության արձանի տակ, չորսը տալվա մեջ մի հատ տանք առել ես, մի հատ բետեր առել ես, մի հատ հակաօթային պաշտպանության միջոց ես բոզի տղեկը առել է, ոչ, հիմա ասում են զենք տվեք, է թո տապ, ես էլ եմ ասում թո տապ, ով է տվողը, Ամերիկան պիտի դա խնդրեմ թո տապ, Զենք բերեմ էր Վարդան Ղուկասյանը, բա առնեիք, հեն Արշակ Կարապետյանը զանգեք, հարցրեկացեք Արշակ Կարապետյան, Վարդան Ղուկասյանը պայմանագիր քեզ տվել, հա 50 միլիոն դոլարի, տվել, հա, մինչև 40 կիլոմետր խփող գրադի սնայլատների պայմանագիր քեզ տվել, հա, ու ասելա մի անսամեջ ծերբերը հասցնում են Հայաստան, ոնց ձեզի չի կողխեմ, բերեմ են, չեն բերի, ուշացումով կմտնի, 32-րդ օրը կմտնի, ասում են ախպերես, զենքը նվեր ենք տալեմ ձեզ, փող պետք չի։ Ասել են սերբերը, ասել են, Արշակ Կարապետյան կա, աբաս, կանչ Արշակ Կարապետյանին։ Պայմանագիրը ցույց տվեցի, 2021 թվականի սպառազինություն, ինչ արեցիք, աբաս, Բրուցյանի նման բոզի տղե պայմանագիրը դրեց սեյֆը փակեց, ասեց ատկատ չկա, ժաշկան սավիտ վրեց։ Զենք չէ տալեմ, Պատրոն Դավիթնա, նայում ես պոռնիկի տաղուն տելակրանից էլ ներով ամանգալը, Պատրոն Դավիթը, էտու Պատրոն Դավիթնը, որ 44 օրա պատերազմի ժամանակ եղակ բոլմը, որ ցելի դաշտ չտրակած սնայլատներ էին, որ դրանք տրակ էին, Ադրբեջանը ասեց կտպրտավ, 10 սնայլատից 4-ը չէ տրակում, ընկնում էր կուլիկ, բալվանգին վանդ, բռիկ, հետո թողիկ, բռիկ, թողիկ, հիմա հերի ասում են Նիկոլ ինչ անի, Քադի սամանի վրա պատերազմը, ես այդ բոզի տղին բան չեմ ասում։ Okay, հələ թոսենա որ չասեն, պետականամետ դեղեք, որ միտինգ եք անում, սամանը թուլանում, հարց չկա, ես միտինգ չեմ անում։ Միտինգ անողի մերը քունեմ, 1000 անգամ ներողություն, ես կուլտուրական մարդ եմ։ Միտինգ չենք անում, սպասում ենք։ Պարծնի, դու տեսի չեմ անում։ Չորսը տարի մի հատ իշնվի, ուազ չմտավ Հայաստան, ուազ Սամալոտներ առել, ոնց առել անես կայնածա,
Մանիք են։ Sex shop-ի մանիք են։ Ոչ լոչիկ ունի, ոչ նայլատ ունի։ Բահանի ոտ։ Մերակ ասելով բեսպիլոտնիկ 0 Հակոթել միջոց 0 Հիմա այդ անխտրեմ Հելեմ են Ադրբեջանի դեմ միդինգ են անում Հյուպատոսարանի դեմը Ինչ մտխում Մտխում ինչ Ով է միդինգ անում Քրիստինե Հալաջան Բադրջան ծլոյ ու ես բոզի ստաղեն Մեկը հավատացավ գանդոն Մեկը բոզի տղա գանդոն Բա Քրիստինե Հալաջան դու ուղիղ կապես չէ Հիսուս Քրիստոսի հետ Են եկա խրդրել էր բենի թչելով մարշրուտքի մեջ գալը մեր ինչ էր երթուղայներ ինչ էր լասեք տենամ բա ինչի՞ ես վեկալեմ դեղին հերախոս զանգեց Հիսուս Քրիստոս ասեց ես ինչ ա կատարվում մետերեղի Էլեքս չես վրետ Շատ լախնի Էլակշել պորրեկի տղա է սոպա սաֆարան Ես քանից հետո նույթելի ասում ատե Վարդենիսում հայրը կախվելա Վարդա Ղուկասյանի ասելով Հələ բոզի տղուն նայելա Ասած չասես մեկը գրում է Ես կու մաման դնեմ Չարբախի պատերի տակ Ընտանիքի ծծսնեն Սաղ Չարբախի անու շապերները Են ագարկա քավորդ հետ միասին Առանց ջուր Հնցենք առաջ Ահա, խնդրեմ Քիմ Կարդաշյանը դնի ձեր մամայի բենի մեջ Ես ես աղջկան հարգում եմ Ինչ ասեմ Ասում է Քիմ Կարդաշյանը կազմակերպել է ֆլեշ մոբ տեսանյութ, որտեղ ամերիկյան հայտնի աստղերը, դերասաններ, երգիչներ, շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ, NBA, ես չգիտեմ ես ինչա, բասկետբոլիստներ իրենց աջակցություն են հայտնում Հայաստանին։ Իսկ են մեկապիստ ագարկուհին, ասում է ես պոլիտիկայով չեմ զբաղվում, ինչքան մուսուլման կամ Մոսկվայի կենտրոնում, այս պայի դրությամբ, գետնի տակ, մետրոյում, և գետնի վրեն, ցենտրալնի օկրուգ, Մոսկվա, այդ է ինչքան մուսուլման կա, դնեն լավիտ բենի մեջ, ագարկա, դե գնա պոլիտիկայով մի զբաղվի, պոլիտիկան կզբաղվի կենզլով։ Սրա աղբյուրը չգիտեն, ես չեմ բարձրաձայնում, հա, ինչ-որ մեկը վեկալ է գրել է Վարդենիսի թևում անհրաժեշտ են կամավորներ եւ այլն, խիտեղ մարդ չկա։ Անցանք առաջ։ Էս ինչ մենք ստացանք։ Իրոպելը, այս բոզի տղեն оказывается Հայաստանը մամ։ Ով է Վարդենիսում։ Այդ Արսեն կոչված բոզիս տղեն Վարդենիսում, ինչ անում է դի Վարդենիսում։ Ահա։ Այդ ձայնային հետ ես գործ չունեմ, ինչ անում Վարդենիսում, բացատրի։ Ահա։ Ինչ ժոկատա հավաքան Վարդենիսում։ Հա։ Էնյա գլա էկրանի մոտից։ Ահա։ Ժոկատա հավաք։ Ինչ ձև է ջոկատ հավաքում, ով է այդ բոզի տղեն, որ ջոկատ է հավաքում։ Հեսա կնայք, լավ, լավ։ Պավոլ Աբազան, եկել է ջոկատ է հավքում, բարի, ես հասկանակ, ով այս բոզի տղան։ Որա։ Չեմ կտում։ Եկելա Վարդենիսում ջոկատը հավաքամ, իբր թե, բայց ասում ասում, ընդիցեմ դեմ ալագալեմ, ես վայբերի մեջ բան չեմ գտնում,
արծրուն է լավ արդենիսում, այդ տակտիկական հետնահանջը։ Ահա։ Որ ինչ են անում։ Եթե մի մարդ արծրուն Հովանիսյանի հետ է ժամանել Վարդենիս ու է արևով ջոկատա հավաքը, որ մթում հլնի պոստեր։ Բոզի տղա պոստ հլնողից գնա մոտեցի Արտանեժի գումարտակի Արտանեժի բանին հրամանատարին, քո բանով ասես եկել են, ուզում են բարձրանամ դիրքեր, ինձ զենք տվեք։ Կամ Վարդենիսի վայնկամատ գնա մտի ասես եկել եմ ինձ զենք տվեք։ Արծրունի նման տակտիկական նահանջ Գանդոնի սերունդին քցե հետևից փյառեցայալն մթում եկել է զոր քաղքի ու չի կարամ հավքի լես բոզից տղուն նայեք եկել ես դե բարձացի գնա Արտանեժի գումարտակի հրամանատարի մոտ քեզի կամ շորժա կամ այն որ մեկ դեր հələ կանեք ես ես անգամ եմ հրամանատարին ներարք Հերիկա մարդկաց դնեն գժի տեղ Հələ մի հատ ինձ ասած եմ Կամանդիր ջան, այդ Հակոբ ինչ խերրից գլոխա, որ եկել է տեղարենք, այդ Արսեն, ներողություն, Արսեն Հակոբյան, հա, այդ բոզի տղեն։ Դուք դրան ու մտելա մի հատ զորամաս։ Քո չհաստերից մեկ է մտելա։ Չէ, բա ինչ անը մտե այդ բոզի տղեն։ Եկել է բան PR դուք որտեն մի րոպե, ինչով զբաղված է տեղ ձեր մոտ։ Ձեր քթի տակ։ Հա դու ակամ չես այդտեսը, քո աշխատողներն են, քո որ մեկ ես բան չի եկես եկուցե։ Այսպես բոզի տղեկը, հեսա մեր գնանք մտնի կարճ աղբյուրի են ծառների մեջ, մի հատ ավտոմատը ձեռը, ճիշտ եմ ասում։ Ավտոմատը ձեռը կասի դիրքեմ եմ, չիստին, բլիստին, բատին կեքով, սպիտակ սարոշկով, բա մի րոպե, եթե ասա Ահա, 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 կապըտ կտատը մակամանդիր, մի ռոպ, կոնկրետ կանչեմ են ես մարդուն մի հատ տեղ, ալո, կապըտ գնաց, մերավ ես կապը, Վարդենիսը մա բոզիս տղեն, Եկել է դիրք պահի, ալո, այ մարդուղի կապըտ, մի ռոպե սպասենք, ինտերնետի բանը խտիր աստ, այ ես քո կապը, տենակ հլը ուր են կանչեմ ես բոզի տղուն, Մենակ հասկացանք Վարդենիս, կալցևո թազաբաշված հուշ արձավ է։ Ես ինչ էլ եմ քո կապի հետ, այ մարդ։ Ուր գա ես բոզի տղեն։ Ահա։ Հիմա հայտարարում են քեզ սպորնիկի տղա, ասում են արի Վարդենիսի կենտրոն, կալցևոյ, թազաբացված հուշարձանի մոտ, ճիշտ է։ Մարդիկ ուզում են այդտեղ հավաքագրվել, ճիշտ է, թույլ մի տնակ հրետում հավաքագրեմ, ոնց հավաքագրում, խաթրում եմ մարդ խրգիտ է, մարդ խրգի հել տնակ այս բոզի տղան ոնց է հավաքագրում, ու հաստավեք կանի օկու ես հավաքագրե, ոնց ես պատրաստում հանել դիրք, ինձ զենքերով զենքերն որտեղից, հնարավոր է կազմակերպել, խաթրում եմ կազմակերպել, Ընդ դու մի երևան որ Նիկոլեն կգնեն եւ այլն, քո զինվորական, դու այդ Վարդենիսի անուշ ապերներով, կագրած հիմա մեծ մասը խմացա, այդ դեժամ 5-ից հետո դե մարդ չկա, չէ՞ տոյախ։ Այդ մարդկանց վեկալը ղրկում ես կալցևո, սպասում են ես բոզ, ես ուզում եմ այդ բոզը դետենալ։ Իսլամը խաթն ճիշտ է, վсё։ Լսար ջոթի բալա, եկել ես դե, մեխատ հիմա դու քովոտով գյուքաս էտակ Վարդենիսի կալցևո, Այդ արձանի քովն, ճիշտ է, մարդիկ պիտի մոտենան, դե քե խարցակուտա, ինչ թայլ, անդամագրվեն բարձրանան դիրք, քո հետ միասին, եղավ, շնորհակալություն, հերիք հա ժողովրդին դնեք գժի տեղալա, ամեն մի բոզի տղա հլնմ ասում է, էթեմ եմ սահման, ջոկատ եմ հավքım,
ով ասա, ինչ ջոկա, դու ով ես որ ջոկա թավքես, ինչ կրթություն ունես, զինվորական ես թե չէ, բոզի տղա, ովքեր եք, ամեն եկը սենց ելնեմա, փյարիցա ելնեմա, վերջում էլ գնում եմ երկու հատ ֆոտոսեսիային անեմ, չկլը, անտարի մեջ եվալան չիստի բատիկ եկով, կրիվ է խախադում ասանա ազատագրեցինք։ Իսկ իսկական կռվողները ոչ անունն ես իմանում, ոչ ազգանունն ես իմանում, ոչ իմանում ես ոչ զոֆա, ոչ իմանում ես ինչ է լավ։ Այս ես բոզի տղեքի պատճառով ու ամեն միս ես բոզի տղա ապականամա բանակի անունը։ Ջոկա տահակում թե դու ով ես։ Մանվելի թորոված խերը դնեմ մամայի պենի մեջ։ Դու ով ես որ դու ջոկատ ես հավկում։ Բոզի տղա։ Սավյան սերաներ վրադիր։ Հայկազը իային Սիմֆոնիկ դեմքով մամայի ծծսնի։ Բաղման Հայկազի ճանաչեմ ես, եկել ես Բաղման Հայկազի կորպուսը նախքին։ Որ մի հատ նայր վրետ, մորը դլոկը բացվել ֆանֆան ծուրպանի պես, բոզի տղա։ Հերիք հելավելի, հերիկա, դմավկած տնեք գժի տեղ։ Բոզի տղեք, ջոկատա հավկամ, ես դիցանդ է, արսրունի հետ, ում հետ բոզի տղու։ Աս է պարզա։ Մամել գրիքոյնի գերդաստանը տուն է ծծսնի։ Էդի կարծեմ մի հատ բավնի չէ թորունի, մամել անոնով։ Այդ տղետ, մամել գրիքոյան։ Անցանք առաջ։ Հիմա էլ ասում են այդ պալասի հետ մի հատ Արսեն անոնով տղա կա, խոդի անգեսել, Արսեն անոնով տղա կա, ասում են այդ Արսենը Արցրունի անցած տարվա դեպքերի ժամանակ փախցրել Հայաստանից։ Իրար քթել են։ Սա ինչ ասում։ Так, ուրիշ տորություն եթե ունենք տանկ եթեր։ Հակած ֆորմեն, կամուֆլաժով, չիստին, բլիստին, թրաշնել թողերեսին, մազերը կտրելա, եկերա հայրենիք պրգի, ես բոզի տղեն խտրեմ, ֆոտոսեսիա անն, թե դու գանդոնից անոն դու եկել ես դիք, կրվես, թե ֆոտոսեսիա ունես, դու ետի ժամանակ ունես, ու ասեմ են սահմանից նկար մի տարացեք, խտրեմ, բոզի ծանունդ, ես ու մամանա գրգին, Փորձի այս համանը կարծեմ իմ ոմն Արսեն, ես էլ դրա հավարն ես, ղախպիս տղու։ Հələ հարցը դրանն է, չէ, մաշի զանգի հավայի մարկաստն խերի։ Արդեն ավտոմատը ձեռի լայվ ամետ է, ու մեկը չի ասեմ, բոզի տղա, արդանիշի դիրքերում կապը չի բրնում։ Էդ ինչ լայվ ես մտ է, էդ ուդից ես մտ է։ Ոչ մի մարտական դիրքի վրա լայվի կապ չկա, որ դու կարանաս մտնես լայվ։ Հա, կարաս նկարես, պայս հետո կսես։ Դա որ աս ֆոտոսեսիա են անեմ։ Մարդիկ տեղ եք ասնում են։ Ինչ արե, համարա թողել, որ զանգեմ, եթե ուզենամ պոստեր հելնեմ, ասի բրատ, ես ջոկատ ունեմ, ինքնագլուխ չեմ, պոստերա հանեմ ու չի հանեմ, պորնիկի վաստակ, տակ, բարև ձեզ, ոչ, լուրջ չունենք, Ես էլ ահել է մեդան, Վարդենիսի ցուսանակի մոտա կանգնել, ասում է ես չեմ ուզում թշնամին մեր ուզում եմ ցույց տամ, շատ խելքով մարդ, մտքի գիգանտ, Տիգրան արձակացավ,
Եկեք կանգնել ավարտելիս ցուցանակի մոտ պարոն Ղուկասյան, ասում է ես չեմ ուզում թշնամին մեր տեղն իմանա։ Ասենց խելքով մարդ ես ոնց եմ սիրում։ Մա պատրիոտ, ես էլ ես քան օր անգելա, ընդիցն դեավազım, չգիտեմ մտնում է բանի տակ հալու ինչա նավեսի տակ, այնտեղ բանը հոսանքը միացրած էլեկտրական, կողը շենք ասում է, էդ հմեմ դիրքեր հմեմ եւ այլն եւ այ մարդես ինչ չկատարվում։ Սաղ դիրքեր են էդ, խցեմ ասում է, ես չեմ ուզում, վարդ։ Կով մարդ, մտքի գիգան ես, գրեք, մարդ չգիտի ինչ ասերտ, ես չեմ ուզում թշտանեմ եմ տեղն իմանա։ Դե հասկանում ենք, որ իրավունք չունեք այս բաներ անելու, բայց դե։ Ահա։ Так, ջերմուկից։ Ջերմուկի հակաօդայինի մասին են գրում շատ վատ բաներ։ Զվարթնոցի ճանապարհին ու հանել են Պուտինի նկարի դե հասկացանք, ես ուղղակի ուզում տեսնեմ ինչ մի շտաբ օպերատիվ բան ասելու թե ոչ։ Ահա, դե հա, հիմա էլ ասում են ջոկատը հավաքելա թութանի բան ճակատ ուրեմն, եթե հավաքելա։ Հարց չկա։ Ես հավաքելա։ Հա, ջոկատահավք։ Դու ջոկատահավքի բարձանա։ Մենք էլ ամեն կերպ աջակցենք այդ ջոկատին ոնց կարող ենք։ Ոչ մի խնդիր, մի րոպե նորից։ Ջոկատահավքում թողք։ Թողքի տնանք ուրա եթե միշև այդ ջոկատով։ Լավ գործանում, թողնի, հարց չկա։ Միած խնդրում եմ ճշտեք Էլոյան Գարիկ անուն ազգանունը, հապչետ, եղել է նման կամբատ վերի շորժա կամբատ, Քյալբաջարից եկած, Էլոյանին ձերբակալել էին դավաճանության մեղադրանքով, հիմա էլ մարդիկ ասում են, որ Էլոյանը ազատության մեջ է եւ ուղարկվել է այլ զորամաս կամբատ, մի րոպե։ Էլոյան Գարիկը արդարացվել է եւ նշանակվել է Ղապանում կամբատ։ Ես ուզում եմ Բայց իմանամ, Էլոյան Գարիկ եղել է նստած, թե ոչ։ Եթե այո, ասում այս բոզի տղեն մտել են ամենավերջի հայոյանքներով Էլոյան Գարիկի հասցեին։ Հետո Էլոյան Գարիկն արդարացվեց։ Ես ուզում եմ այս ինֆորմացիան ստույգ լինի։ Եղել է նման բան, թե ոչ։ Մի հատ խնդրում եմ բանը փորեք հանեք։ Արագ ժողովուրդ ջան, Էլոյան Գարիկ։ Ես ուզում եմ ցույց տամ այս Պապիկի լուսանկարը 73 տարեկան մարդ է, մահապարտների ջոկատից, որևիցե մեկը այս պապիկին ճանաչում եք, որևիցե մի անգամ այս պապիկը մտել է 73 տարեկան, ոչ լսել ենք, ոչ տեսել ենք, ոչ այ հերոս մարդ 73 տարեկան, ոչ էլ խաբար ենք, այս մարդիկ են, հերոս, այս մարդիկ են կռվող, որ ոչ թե մտնում ու ֆոտոսեսիա են անում։ Так, նույնս եմ կգնամ, Էլոյան, ճշտեք։ Հասկացա ես, դա եթերով ասելու բան չի, տղա ջան։ Ո՞։
Էրդողանը հայտարարել է, հիմա մենք ստեղ տեսնում ենք այս նորությունով, Էրդողանը հայտարարել է, որ կգնա Ղարաբաղ եւ Ալիևի հետ կբացի օդանավակայանը Արցախի։ Հուսամ դրանից հետո Սերժ Սարգսյանը կժամանի սամալոտով Արցախ։ Մի րոպե, մեզ հիմա տեղեկացնում են արդեն օպերատիվ։ Մի րոպե, Էլոյան Գարիկ։ Ալո, լսում եմ ձեզ, դուք մի հատ ինձ ասեք, շատ շնորհակալություն զանգի համար։ Էլոյան Գարիկ, ինչ կթակ Էլոյան Գարիկի վերաբերյալ։ Նման բան եղել է, չի եղել։ Ահա։ Արսենն է, այդպես Արսենն է, Դրազգանուն Աբրամյան, ճիշտ է։ Նա ճիշտ եկել։ Հաջորդ հաղորդման հաղորդում, ես հիմա սա եմ ուզում ճիշտ, Էլոյան Գարիկը արդարացվել է, թե ոչ, դա եմ ուզում ես։ Բայց այնտեղ ձեր մոտով երևում է, որ այդ մարդը բաց է թողնվել, ամենավերջի բանը, որ նայում եք սոտքին։ Կա այդպես հաստատող ինֆորմացիա։ Ինք ազատության մեջ է, հետևաբար, հիմա էլ ասում են կապանում, մարդիկ ասին կապանում, թե գորիզում կամ բատա։ Բարի, եավ, շնորհակալություն։ Նորից մի հատ մենք սա լսենք այս ձայնագրությունը։ Վերին շորժը։ Ղափանում կամ բատան։ Գումարտակի հրամանատար, ահա։ Պաստորեն սա իրոք ֆենոմենալ բոզի տղա է։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Գարիկ Էլոյան լրտեսության մեջ կասկածվել, իր հետ 19 հոգի ձերբակալվել, կեսը խոստովանական ցուցմուկ են տվել, իսկ Էլոյանը Так, սա ինչ ասեմ։ Կլուբները շատ է բացել, ինչ հագրի։ Մեռանք խռելով, կլուբների կեսից շատը բաց են, աշխատում են, ՑԿԴ-ը մի հատ անդրադարձեք խնդրում եմ, այս անթասի բոզի տղեկին, կոնկրետ մեկը Նորագավիթի Միրաժ կլուբնիկը, Էլա Ստրիպ, կլուբնիկ, մեղայսու, կլուբը, Էլա Ստրիպ կլուբների ցանցը, 611 կլուբը, Այընթափի Էնիգմա կլուբը, ուտեն շարունակ չհաստատված տեցի կռուգի դլոնների մոտ գալացող բոզի տղեկը այսօր մեկին տպել ենք այդտեղ։ Ահա, խնդրեմ։ Գարիկ Էլոյանը Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատարն է եղել, գիտենք, վերին շորժա։ Տվել ավարի թոտա։ Ես ուզում եմ հասկանամ այդ կլուբները, որոնք որ հիմա աշխատում են տես վրա։ Ահա, մի վարքյան, ես ուզում եմ սայթ հիմնավորվի, նոր ես սա իմանամ։ Այո, հիմնավորվեց։ Էլոյան Գարիկին բաց են թողել 3 ամիս առաջ հուլիսի 2-ին, բայց մինչ այս բոզի տղան, այս ղախպի ծնունդը մտել է եւ ամենավերջի հայոյանքները Արսեն Հակոբյան տվել է Էլոյան Գարիկին, այս պոռնիկի վաստակը։ Ես ուրեմն Էլոյան Գարիկի անունից, Էլոյան Գարիկը հիմա ինչ է, գումարտակի հրամանատար։ Գումարտակում ինչքան զինվոր կա, կապ չունի, պայմանագրային թե ժամկետային։
Այդ զինվորների տունը իշքան արական սերի ներկայացուցիչ կա 14 տարեկանից բռնած մինչև 85 տարեկան ողջ ու առողջ։ Ղափանում իշքան անուշ ապեր կա դաժե կաչը Առաքելյան Արմեն։ Այս բոլորով սրա տուն ու տեղը, այսուհետ Արսեն Հակոբյանի ծսնեն Կաչը հանի իա 18 սանտիմետրից բարձր 24 սանտիմետրանոց խեռը, ոնց որ ասում էր Նոնոյի Արմանը, դնի մամայի բենի մեջ, սիմֆոնիկ երաժշտության տակ, լիբիզիննայե օզերա, որ համ գլգլը, համ էլ դեմը ծևանատենաս հասկնաս, բոզի ծնունդ, դեմա գնա բարձկաս, Էլոյանը անձամբ նավարի ծսվի, Սարդարապատի զանգեր ղողանջեք երաժշտության տակ, Ղախպի ծնունդ, անցանք առաջ, հաճելի բարի ախորժակ։ Իս խնդրում եմ այս, որ հիմա այս բանը, ոչ եմ կլուբներն աշխատում են, ես է կլուբի համար գրգին, որն է, զանգում ենք հիմա կլուբ։ Ես ակ չել հասկնեմ, ես չեմ հասկնեմ, 008, 008, ահա, ինչ հակոշում ես կլուբի անունը, չեմ ասում, որ անակնկալի բերենք։ Հəl մətəkեք հարգելի ժողովուրդ, զանգենք հասկանանք, այս ղախպեքը, այս ինչ են անան։ Ինչա տիրոջ համարն է, այս է տիրոջ համարն է։ Հեսա տիրոջը կզանգենք, մեռածի համարը, հետո կհրապարակենք։ Ուղիղ եթեր։ Ահա, սո։ Հեսա զանգում ենք։ Так, եկեք զանգենք։ Սրանց մենակ այդ ձև պետք է սրանց հարցերը լուծել, այլ տարբերակ գոյություն չունի, հնարավոր չէ։ Հեսա կպարի ինքը ստրիպցիս։ 9-9 Ալո, Արմեն, բարի օր։ Բարը։ Դու բանը միրաժի տերն ես, չէ, ցավը տանեմ։ Այո։ Այո։ Քո հետ խոսում է Վարդան Ղուգասյանը, հանրային ձայն հաղորդաշար։ Հիմա ինձ մարդիկ ահազանգում են, որ այս իրավիճակի հետ կապված, այսքան զոհերի հետ քո օբյեկտը տժում է։ Ուզում եմ հարց տամ, դա ճիշտ է։ Որ օբյեկտը փակված որ։ Այսինքն եթե ոչ մեկ չի փակում, մենք էլ չենք բանը փակում։ Դե հիմա մեկ հիմա նստած, ահա, մեկ հիմա նստած հատ զանգում ենք։ Այսպես կոչված այդ օբյեկտները։ Մենք օֆիցիալի ով ասել որ փակեք, մենք էլ փակենք։ Այսինքն դուք սպասում եք որ դες օֆիցիալնի ասեն, որ գիտես ինչ քո երկրում պատերազմա, քո երկրում զոհեր կան, քո երկրում դիակներ են հանձնվում հողի։ Երկրում եկա բաներ կա, որ մենք ավելի խաբարել չենք։ Բանը պատերազմից խաբար չեք։ Չէ, պատերազմը դադարեցվել է, ամեն ինչ նորմալ է, մենք գիտենք։ Ինչն է դադարեցվել, եղբայր։ Պատերազմ չկա հիմա մեզ պայն մեր մոտ։ Զոհեր ունենք, թե չունենք։ Երկրի ղեկավար, որը ինքը ասել է ամեն ինչ նորմալ է։ Այսինքն մենք հիմա զոհեր չունենք, Արմեն։ Զոհերը ունեցել ենք։ Էլ չունենք։ Զոհերը որ նայեք, միշտ զոհերը կա, ուրեմն մենք պետք է միշտ թքենք։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ մենք ամեն օր 100-ից ավելի զոհ ունենք։ Այս 2 տարի է ամեն օր 100, ասեք 100-ից ավելի բան մարդ է զոհվում։ Չէ, զոհերը եղել է, ավարտվավ ու ամեն ինչ գիտենք, որ մեր բերալը չի բռնում, ասեք ամեն ինչ նորմալ է, բայց պատերազմը դադարեցվել է։ Պատերազմը չի դադարեցվել դեռ։ Վտանգը կա, որովհետև եթե ղեկավար ունենք, ասել է որ դադարեցվել է։ Ահա։ Եվ դուք գտնում եք նորմալ է։ Ահա բոլորս լսել ենք։ Նորմալ չէ, բայց մենք չգիտեմ ինչ ասեմ, մենք էլ մեղավոր չենք, չէ։ Մենք չի տժում, որ մենք ուրախանում ենք, ուղղակի դա աշխատանք է։
Ձեր ակումբը ինչ ակումբ է, կներեք։ Ես չգիտեմ ինչ ակումբ է, ստրիպտիզ կլուբ է, հա։ Չէ, ստրիպտիզ չի։ Բա ինչ է։ Մեր ո՞ց ստրիպտիզ երբեք չի եղել։ Չէ, ես հարցնում եմ, ես չգիտեմ ինչ ակումբ է, ձեր ինչ է, բարա, կաֆեա, դիսկոտեկա, ինչ է։ Բարատիպի զվարճանքի օբյեկտ է։ Մեր ո՞ց ստրիպտիզ չի։ Մեր թույլ տվությունը որ տվել են, մեզի ստրիպտիզի թույլտվությունը մենք չենք անել։ Կարող են մարդիկ մտել եւ տեսնել։ Մեր ո՞ց մեր տնացիքից չկա, որ բարատիպի օբյեկտ է։ Ահա։ Կարող են մտնել նաեւ։ Բարատիպի օբյեկտ է։ Եվ դուք բան գտնում եք նորմալ, որ հիմա դուք պիտի աշխատեք։ Բարձր երաժշտությամբ ձեր ձայն։ Նորմալը ո՞րն է, աննորմալը ո՞րն է։ Ես կուզեմ մեկը ինձ օգնի։ Ձեզ օգնեն։ Չբացեք, վաղը չբացեք, միսուրը չբացեք։ Ես բացեք, կասեք մեզի։ Ահա։ Եղավ, շնորհակալություն, մենք հիմա փորձենք բզրույցել մեր, այսպես ասած, Երևանի քաղաքապետարանի հետ, հա, հասկանա։ Ձեր օբյեկտը որտեղ էր։ Միրաժ, եղավ։ Տուպիկ։ Ես ուղղակի հիմա չգիտեմ, ես որ ասում եմ, եւ ուզում ես վատ բան ասես, եւ չես կարող վատ բան ասես։ Մարդը ցիտում է երկրի ղեկավարին, ասում է մենք պատերազմի մեջ չենք, զոհեր չունենք, ուրեմն պետքա տժանք։ Իա տեսակետից իրավացի է։ Բայց մարդկային տեսակետից ես հետ եմ ուզում հասկանամ, երբ որ սահմանի վրա սպանվում է, մորթվում է, չգիտեմ, գերեվարվում են զինվորներ եւ Հայաստանյան կառավարությունը տալիս է նման պատասխան։ Հիմա ես օրինակ շատ կուզենայի, որ լսեի աուդիտորիայի կարծիքը տեսնեի։ Հիմա այս մարդը մեղավոր է թե չէ։ Ես ուզում եմ տնեմ թաղեմ, բայց այս մարդը ճիշտ հարցատալեմ։ Երկրի վարմասը մենք ունենք վարչապետ, վարչապետն ասում է պատերազմ չկա, ճիշտ ասում, վարչապետն ասում է պատերազմ չկա, վարչապետը ասում է սահմանային միջադեպ։ Սահմանային միջադեպով 200-ից ավել, ինք ասում է 100 քանի, մարդ չի զոհվում սահմանային միջադեպով։ Ես չգիտեմ ինչ ասեմ, եթե անկեղծ եւ ուզում էի բան ասել եւ չկարացա բան ասել։ Տեսեք ստերի շնորհություն ունենք։ Ստրիպը։ Ես ուզում եմ տանդրադառնամ նմանատիպ բոզի տղեկին, ովքեր որ մտել եթեր ու հաչում են աղբի տղեկը, ժողովրդին պարակ տմա, ժողովրդին էս անում, ժողովրդին են անում։ Ուզում եմ հատուկ այդ բոզի տղեկի համար հայտարարել, որ Վարդան Ղուկասյանը ժողովրդին չի պարակտում, Վարդան Ղուկասյանը առայժմ միասնության կոչեր անում, զինվորին չի ասում սահմանը թող, զինվորին չի ասում դիրքը թող, զինվորին չի ասում հետնահանջ եւ Վարդան Ղուկասյանը չի ասում պատերազմ չկա, աղբի տղա կողմնորոշվի, երկրիդ վարչապետն ասում է պատերազմ չկա, ստիպտիս կլուբներ աշխատեք, դու ելեք ես սիգարետը դրել ես բեյնիդ, մտնում ես էֆիր, ասում ես պարակ տմա, պորնիկի ծնունդ, հիմա դու ժամանակ ունես էֆիր մտնելու դաժե։ Ես այս բոլորի թայֆի հետ եք խոսել ռազմական գործողությունների լիակատար դադարից հետո։ Ուրիշ նորություն չունենք, ես ոնց հասկանում եմ, այս պայդրությամբ հա, զոհերի թիվը մի րոպե ըստ հայտարարության մի րոպե մի հատ ավելի կոնկրետ մի հատ խնդրում եմ նորից ասա ինչ ասել այդ տավարի ցավը 135 հայտարարել է Նիկոլը զոհերը պլյուս ինչքան է հանձնվել այսօր 32-ը այսօր հանձնվել է այսինքն այս պայդրությամբ ըստ Նիկոլի մենք ունենք 167 զոհ եւ սա կոչվում է սահմանային միջադեպ հա սա նախնականն է 167 զոհ ունենալու դեպքում սա կոչվում է սահմանային միջադեպ սա պատերազմ չի
Այնքան որ կրակը մեն, դից էլ կարող են իանախապած են իան։ Ու սենց բոզի տղեկն էլ հələ մի հատ էլ խոսում են, ասում են ազգին պարակտմա 167 զոհ։ Հիմա 167 զոհ տվող երկիրը այս պայդրությամբ իրավունք ունի կլուբները ՑԿԴ անելու թե ոչ։ Դիմում եմ կառավարությանը, խոմ դուք բոզի տղա չեք։ Հա։ Դե ես էլ մանոր զանգեց ուզում եմ ոչմ գրլեի, այո, եթե հայ ջահելը գնամա կլուբ ՑԿԴ ըլնելու, կլուբատերն պիտի բացի։ Այսինքն մեզից է գալի, եթե դու չգնաս այդ օբյեկտը, կլուբատերն բացում են չանի։ Եվ եթե կառավարությունը արգելում ասում է 5 հոգի մարդ է մեռնում, հա, կամ Ռուսաստանի մոտ ինչ եղավ, ավտոբուս ավայրատվին 4 հոգի մեռավ, 7 հոգի տոլի ոչմ 17 հոգի, հայտարարից սա քո օր։ Բա 167 հոգի մարդ է մեռել, դու սա քո ինչ ես հայտարարել։ Ու լեսա համարում է սահմանային միջադեպ 167 օֆիցիալ, բայց ես նորից եմ կգնում այս թիվը աճելու է։ Ես չեմ կռամ, բայց ասենք այն զոհերի քանակը, դիակների, որոնք որ մենք տենում ենք ադրբեջանական տելեգրամ կանալներով, այն կոմի վրա են, արդեն հասկանալի է, որտեղ 167-ի մասը խոսք չի թվում։ Եղավ, շնորհակալություն։ Ստեղ ինչ հայկել մեզ, մեր կոլեգաներից։ Ահա։ Քաղաքացին շատ ճիշտ հարց է տալում, ասում է, երբ որ երկրի ղեկավարն ասում էր կորոնայա օբյեկտները փակեք, ինչի՞ չեք բան փական։ Բա հիմա ասում է, բա չասեմ փակեք, բայց դուք բան եք անում։ Հետո որը որ իրանց շայր այո։ Մարդիկ են այստեղ հաստատում են, որ Միրաժը գիշերային ստրիպտիզ ակումբ է, բայց ասում է ստրիպտիզ չի։ Так. Ուրիշ հետաքրքիր։ Այդ ձեր ասած Արսենը ամբողջ 44 օրյա պատերազմի ժամանակ Երևանի կլուբներում տժում էր։ Ամերիկայում էլ գիտեն, եկելա պատերազմի մասնակցի։ Իրոք էլ զանգահարենք տնակ այս ազնվորությունը։ Կուզենա դա բարձրաձայնի, որ չասեն լեկտի սուտա։ Եթերո պրոստը տնակ այս նույն բանը կուզենա այս մարդնասի եթե կվերցեն հեռախոսը։ Ահա։ Այստեղ մարդիկ գրում են դրան ասա գետապի պապոն ծծցնի ընտանիքիդ։ Փոխանցում ենք գետապի պապոն ուզում է ծծցնի։ Так, ուզում է թոզի։ Եթե դուք լսում եք ձայնայինը, եթե ցանկանում եք, նույնը կարող եք ձայնայինով ասել, այսինքն ես ձեզ տամ եթեր, դուք եթերով ասեք այս նույնը, որ Ամերիկայի հայությունը հասկանա, որ ընկեր Արսենը 44 օրյա պատերազմի ժամանակ տժժացել է Երևանյան կլուբներում։ Այդ բոզի տղեն։ Ստեղ ինչ ունենք։ Հա։ Մի րոպե նոր զինվորի դիակը իդենտիֆիկացված հասկանանք ով է։
Այդ ինչ զինվորի վայնի բիլետ է գտել, որին որ հիմա տերերը ման են գալի, ինքն է զոհված է։ Անուն ազգանունը, ուր է այդ նկարն, ուր է։ Ուղարկի ինձ։ Ուղարկի։ Ինձ որ ասեցին, որ ինչ-որ զինվորի հարազատներ կան, որոնք ման են գալիս իրանց երեխային, եւ հիմա գտնվել է, այսինքն ադրբեջանական կայքերում գտել են այդ ում որ ման են գալ այդ երեխի զինվորական գրքույկը ադրբեջանցիների մոտ է։ Մի րոպե թողարկեն, հիմա կընթերցենք ով է։ Փիլոսի այցով է պայմանավորված 32 դիակների հանձնումը հայկական կողմին։ Բան չասեցինք։ Ահա, մի վարքյան։ Էս սա։ Օպա։ Ստեղ ես տեսնում եմ վկայական զինված ուժերի կարգային մասնագետի վկայական սերիա 78 շարքային Քոչարյան Սպարտակ։ Հեսա նկարը ցույց կտանք։ Շնորհված է որակավորման կարգ 3-րդ կարգ, զորամաս 13516։ Ցուցադրում եմ լուսանկարը։ Հիմա ես չգիտեմ, սա զոհված է, գերի է, ինչ է, բայց սա վկայականն է վերջինիս, որ գտնվել է ադրբեջանցիների մոտ։ Նորից եմ կրկնում, շարքային, ուղղակի առնաշաղաղը չի երևում, շարքային Քոչարյան Սպարտակ, V-ի, հայրանունը V-ով է գնում։ Զորամաս 13516։ Մի րոպե ճշտեմ, ինչա այս վկայական հետ ուրիշ տեղեկություն կա, թե ոչ։ Ալո, բացի վկայականից ուրիշ ինչ-որ մի բան ընդեղ երևում է, ցույց տալիս են, մենակ արունոտ վկայական։ Հա, միացել է ընդեղ նայեք, փորեք, տնտղեք, մենք մի քիչ եթերը կձգենք։ Հա։ Բարի, այսինքն մենակ արունոտ վկայականն է, ուրիշ ոչ մի բան։ Լավ, հա։ Հիմա ծնողները հայտնվել են, թե դուք ուղղակի կոմենտի տակ եք տեսել ծնողների։ Ստեղ ուրիշ անուն ազգանունն է, ստեղ տալիս է Քոչարյան Սպարտակ։ Սա Քոչարյան Սպարտակ։ ՀՀՊՆ 13516 զորամաս, այո։ Դե երևի, ստեղ ուղղակի զինկոմիսարիատը չի նշում, հա։ Ուղղակի զորամասն է։ Լավ։ Հիմա կփորձենք գտնել այդ երեխային։ Գտանք, դնենք Telegram կանալ։ Լուսանկարը մի րոպե, համենայն դեպս վկայականը ես ուղարկեմ, թող գնա Telegram։ Այնպեսի հարազատները։ Սա տեղադրեք Telegram, թող տեսնեն։ Նորից եմ կրկնում, մենք չգիտենք, զոհվել է, վիրավոր է, թե գերի է։ Ահա։
Ես հասկանում եմ, հիմա ինձ զանգահարել են պարոն Աբազյան, ձեր աշխատակիցներն են, դիտողություն են անում, ասում են այս բոզի տղան այդ Արսենը տեղադրել է բաց համար համացանցում, որ ովքեր ուզում են անդամագրվեն, թող զանգահարեն այդ բաց համարին։ Այն դեպքում, երբ որ բաց համարով չեն անում, ասում են, բնականաբար Ադրբեջանը կունենա նման հնարավորություն լսելու, ովքեր են զանգում, ովքեր են անդամագրվում, քանի հոգի են անդամագրվում եւ ոնց են անդամագրվում։ Բրեկ։ Այո, մարդն ասում է, բան պրյամոյ, այսինքն ջոկատ կազմավորելու համար, պրյամոյ համար չեն տալի, տալիս են հացե, թող անես ինչ հացեով կազմավորեն։ Պարոն Աբազյան, ձեր աշխատողները ճիշտ են ասում։ Կոմպյուտերը ինտերնետին միացրած, ասում է, տեղեկությունները մեջը գրում է, շատ հանգիստ կարան քաշեն, տվյալները, պրամո հեռախոսահամարով։ Ոնաբազան մարդիկ հազանգում են, ասում են, ինչ ճանապարհով է ջոկատ բանանում հավաքում, բաց հեռախոսով։ Ինչ ասեմ, զբաղվեք։ Զբաղվեք։ Մեր մոտ տեղեկություն նշանում է, լուսանկարը ուղարկեցին մեզ։ Մենք արդեն տեղադրել ենք դա։ Փորձենք հասկանալ։ Ես ուղղակի ձգում եմ, որ այդ զինվորի վերաբերյալ ինչ-որ մի տեղեկություն գա, եթե ոչ, հետագայում կտեղադրենք Telegram կանալ։ Ուրիշ նորություն չունենք։ Так, прошу оповещать ФСБ России, что в гуляет террорист, преступник. Что говорится? Так как вас смотрит ФСБ России, опубликуйте это, пусть найдут владельца номера, который распространяет военные преступления и пугает армян. Человек признается о военном преступлении. Кто это? Телефонный номер называется «Голубой Азер». Телефонный номер +7 977 654 6326. Военный преступник. Хорошо. Так как вас смотрит ФСБ России, опубликуйте это, пусть найдут владельца номера, который распространяет военные преступления и пугает армян. Типа пугает, хуй сосет. Человек признается о военном преступлении. Вот, пожалуйста, меня опубликовали. Сейчас это повторно отправим в наш телеграм-канал. Там сидят наши чекисты. Пусть посмотрят. Отправили в телеграм-канал. Так, что это? Православный азербайджанский телеграм-канал опубликовал пост с заголовком «Флаг Азербайджана развивается над новыми позициями в Зангезуре». Таким образом, Алиев показывает свои страхи. Очевидно, что среди шайки Алиева большая истерия и паника. Пост был опубликован сразу после прибытия Нэнси Пелоси в Ереван. Своими заголовками он подтверждает свою агрессию к суверенным границам Республики Армении, признанным международным сообществом. Еще миропетесник. Алло. Ողջա, եղավ, միրոպետենա միջին գրում։ Հաճելի նորություն ոնց որ ստացանք։
Մեզ հիմա հաղորդում են, որ նորվա վկայականը, որ մենք ցույց ենք տվել, տվյալ զինվորականը ողջ է։ Գրում է վերջինիս ընկերը։ Ասեցի տեղյակ պայեմ, օքեյ, ավելի լավ։ Բրավո, եթե ճիշտ է։ Հերոմնակ նման թեմաներից եւ հաղորդման վերջում, ինչ որ ես խոստացել էի, я хочу еще раз обращаться к жителям, гражданам Азербайджана. Многоуважаемые отцы, матери, родители тех солдат, которые в данный момент находятся на линии прикосновения. И многоуважаемые родители погибших солдат. Что дала эта война? Что дала эта трехдневная война? Новые жертвы. С нашей стороны, с вашей стороны. То, что с вашей стороны погибших солдат больше 700, об этом даже речи не идет. К сожалению, в данный момент под нашей рукой не находятся видеозаписи, пока что не находится, где азербайджанские спецподразделения хоронят азербайджанских военнослужащих, убитых азербайджанских военнослужащих в общей могиле. Нам неоднократно эту информацию передали некоторые азербайджанские оппозиционные деятели. По понятным причинам мы не можем говорить их имена и фамилии. То, что это агрессия со стороны вашего правительства, это явный факт. То, что оно ничего не дало Азербайджану, это тоже явный факт. Это очередная игра Эрдогана и господина Путина над жителями Азербайджана и Армении. Российский турецкий тандем хочет таким путем доказать о своей важности, отравляя два народа против друг друга, исходя своих экономических и других выгод. А в результате пострадают наши матеря и ваши матеря. Я вас уверяю, что армянская сторона не ведет никаких агрессивных действий. Вот прям уверяю, никаких. Я не исключаю, что наши военнослужащие должны и будут освобождать те военные позиции, которые 3 дня тому назад были наши. Не исключаю. Но это не означает, что Армения перешла на контрнаступление. Если азербайджанская сторона аккуратно выйдет из территории суверенного государства, новых жертв не будет. Просто чтобы не было повторных жертв, я вас прошу, берегите ваших детей. Ни один, вот Азербайджан говорит, убито 70 человек. Пусть будет 70, окей. Но вы можете сами найти из этих 70 человек хоть одного солдата, у которого отец министр, замминистр, начальник управления, я не знаю, там высокопоставленный генерал, нифига. Все погибшие дети из бедных семей или национальные меньшинства. Точно такой же портрет и у нас. Вот прям в один в один. И с нашей стороны вы не увидите сына ни одного олигарха, ни одного депутата, ни одного министра и замминистра, который погиб в боевых действиях. И во время 44-дневной войны, и во время этой войны. Вот абсолютно вы не увидите. Вот есть у нас тут один магнат, Славмед называется, Амбарцумян Славик. Вот он. Или вот его сын этого. Из этих, так сказать, олигархов, ничей сын не находится на линии прикосновения. Ни сын Гаги Кацарукяна, ни сын Ванецана Артура, бывшего начальника КГБ Армении, ни сын Роберта Кочаряна, ни зять Сержа Сарксяна. То есть это война для бедных. Вот видите, я стараюсь быть максимально объективным. Вы же этих людей не знали.
точно так же и среди у вас. Просто вы, только вы можете остановить эту войну, потому что агрессия ведет Азербайджан, а не Армения. Мы на вашу территорию суверенную не пришли. Я надеюсь, эти мои слова будут услышаны среди азербайджанцев. Других новостей у нас нет. Հաջողություն, միշտ նոր հանդիպում։